Ինչպես թռչունները հաղթեցին գազաններին։ Լատիշական հեքիաթ։ Մի անգամ արջն ու գայլը անցնում էին երաշտահավի բնի մոտով։ Գայլը բոթում է արջին և ցույց տալով բույնը ասում է. «Հələ մի տես, սա երաշտահավի պալատն է»։ «Սա է պալատը, սա պարզապես յուղակ է», ծիծաղում է արջը։ Երաշտահավը շատ է վիրավորվում նրանցից և հայտարարում է, որ հիմա պատերազմ պիտի լինի գազանների և օդում թռչող բոլոր արարածների միջև։ Արջն ու գայլը համաձայնվում են։ Դե նրանք համոզված էին, որ գազաններն են հաղթելու։ Արջը գնում է բոլոր գազանների մոտ և հայտարարում, որ վաղը նրանք պատրաստվեն ճակատամարտի։ Գազանները իրենց զորավար են ընտրում աղվեսին և որոշում, որ եթե աղվեսը իր մեջքը լիզի, ուրեմն բոլորը պիտի փախչեն, դե փախչեն ուր որ կարող են։ Իսկ բուն լսում է նրանց խոսակցությունը և բոլորը հաղորդում թռչուններին։ Առավոտյան, հենց որ ճակատամարտը սկսվում է, բուն նստում է աղվեսի մեջքին ու խայթում։ Աղվեսը ոռնում է ցավից և սկսում է լիզել մեջքը։ Գազանները այդ տեսնելուն պես դիմում են փախուստի։ Չէ՞ որ այդպես էին պայմանավորվել, հենց որ աղվեսը մեջքը լիզի, բոլորը պիտի փախչեն։ Այսպես թռչունները հաղթեցին գազաններին, իսկ արջին ստիպեցին բոլոր թռչունների ներկայությամբ ներողություն խնդրել երաշտահավից։